Սիրելի քույրեր, Հովաննես Ավետարան ահավասիկ հասանք 9, գլուխ 9։ Եվ այդտեղ նախունիկ մենք պատմությունը, որ այդ պատմությունը գեղեցիկ ձևով գսկսի, գիտեք ինչպես անցյալ անգամները ասել էի, ամեն մեկ հրաշքները, որ մենք կտեսնենք Տիրոջ խոսքին մեջ, ամեն մեկ հրաշքները իմաստ ունի։ Հիսուս հրաշք կատարեց, ավելի Հովաննեսը այս հրաշքները բահեց Ավետարանին մեջ, որովհետեւ այս հրաշքներով հոգևոր իմաստ փոխանցե։ Վերջավորությունը Հովաննես Ավետարանի պիտի ասե, եթե աշխարհի բոլոր թուղթերու վրա գրած լայն Հիսուսի գործերը պիտի չպավեր, այնքան որ Հիսուս 3 տարվա ծառայության մեջ ինչեր ըրավ։ Բայց այստեղ Հովաննես կգրե մեզ կփոխանցե միայն հոգևոր կարևոր իմաստներ, այն գործերը, որոնք հոգևոր իմաստ ունին, ամբողջ Ավետարանը մեզ Հիսուսի աստվածությունը տնելու համար։ Եվ արդեն մենք տեսանք քանի անգամներ Հիսուսի աստվածությունը ինչպես կփաստվի, երբ խորքը կգարտանք Հովաննես Ավետարանը։ Okay. Կանք մեմևս 9-րդ գլուխ առաջին համարեն գսե, երբ Հիսուս կանցներ, մարդը դեսավ գույր ծնած։ Իձնե գույր։ Իր աշակերտները հարցուցին իրեն եւ իրեն ասին, «Ռաբբի, որուն է մեղքը, ասոր թե իր ծնողքին, որ անիգա գույր ծնավ»։ Ավասիկ այստեղ մարդկային բարձ հարցում, որ միշտ կուզենք մեղավոր մը գտնել դեղմը եւ որ բանը նորմալ չէ։ Եվ որ բանը լավ չէ, անպայման մեղավոր մը պիտի գտնենք։ Եվ եթե չգտնենք մեղավորը, մենք պիտի մեղադրենք մեկումը, որ անպայման մեկը գտնենք պատճառ, մի պատճառ, որ անոր պատճառով մարդը կամ այս կամ այն վիճակը վատ է։ Այս մարդը իձնե գույր էր։ Եվ իձնե գույրը լալով աշակերտները կփնտրեն մեղքը, որուն է մեղքը։ Իրեն թե իր ծնողքին։ Հրյաները անժամանակ կգարձեն, որ ամեն մեկ հիվանդություն, հաշմանդամ իրավիճակ, ովևէ մեկը որ նորմալ կամ աննորմալ ծնած է, անպայման մեղք մը գա յետևը։ Անպայման կամ իրեն ծնողքին հետ, կամ իրեն մեծ ծնողներին հետ, իրեն սերունդին մեջ մեղք մը գա եւ այդ մեղքի պատճառով այդ մարդը այդպես գծներ կամ այդպես հիվանդության մեջ է։ Եվ այդ սովորությունը, այդ մարդկային, այդ ժողովրդական սովորությունը գար, վարդապետությունը գար եւ նույն բանը եկան Հիսուսի ըսին։ Եվ այստեղ Հիսուսի պատասխանը հոյակապ ցևով գսե ոչ ադորն է մեղքը, ոչ ալ իր ծնողքին։ Հիսուս այստեղ մեղավոր չգտներ։ Հիվանդությունը այստեղի համաձայն, հիվանդությունը անպայման ծնողքը մեղավոր չէր։ Ոչ ալ այդ մարդը, որ իձնե մեղքի մեջ, ավելի իձնե գույր ծնավ։ Այստեղ կարևոր է, որ Հիսուսի պատասխանը այդ է, որ պատասխան չուզեր տալ։ Աշակերտները գսեն, ինչու այսպես եղավ, ինչու մեղքը գա։ Ուրդեղեն եկավ այս հիվանդությունը։ Ինչ եղավ, որ հիվանդությունը գա, Հիսուս պատասխան չի դար։ Ամբողջ Սուրբ պատասխան չի դար, թե ինչու այս աշխարհի մեջ մեղքը մտավ։ Ինչպես մտավը տերևս կրնան գիտնալ, բայց ինչուն չենք գիտեր։ Եթե Աստված, գադարյալ Աստված է, Սուրբ Աստված է, բարի Աստված է, սիրող Աստված է, ամենակարող Աստված է, ինչպես թույլ տվավ մեղքը։ Ինչ է նպատակը։ Ինչպես եկավ այդ բոլորը։ Այս բոլորին պատասխանը չունենք, սիրելիներ։ Սուրբ Գիրքը մեզ գսե Աստված բարի է եւ ամենակարող է։ Սուրբ Գիրքը մեզ գսե որ մեղքը կա, եւ Սուրբ Գիրքը մեզ գսե մարդը պետք է ապաշխարի։ Ահավասիկ ուղղություններ։ Բայց այստեղ ինչպես աշակերտները այս հարցումը դվին, մենք ալ այսպես հարցուցած ենք եւ դերևս ալ դեր պիտի հարցնենք, թե ինչու այս վատ բանը եղավ։ Եվ շատ անգամներ չունենք պատասխան։ Եվ դժբախտաբար որ մարդը պատասխան չունի, անպայման կփորձե գտնել պատասխան եւ այդպես գծնի սուտ կրոնքները եւ սուտ վարդապետությունները։ Եվ որ գուզենք անպայման պատասխան տալ այն նյութին, որ Սուրբ Գիրքը մեզի պատասխան չի տար։ Եվ գուզենք փնտրել պատասխան այն նյութին, որ Աստված փակ է այդ նյութ Աստծո համար, կամ Աստված մեզ չի փոխանցել այդ նյութի պատասխանը։ Այդտեղ են կսկսի սուտ վարդապետություններ, սուտ գրոնքներ, ասելով թե ես կգործեմ, որ այսպես է եւ անոր վրա արդեն շատ մսուտ ուղություններ մեջտեղ գել են։ Հիսուս կսե ոչ ադորն է մեղքը, ոչ իր ծնողքին է մեղքը, հաբա որբեսի Աստծո գործերը ադոր վրա հայտնի
ըլլան։ Որ Աստծո գործերը։ Հենց հիմա ինչ որ Հիսուս պիտի ըներ այդ մարդուն։ Ուրեմն չենք գիտեր ինչպես եկավ այդ հիվանդությունը, ինչ էր պատճառը, բայց մենք գիտենք, որ երբ որ նույնիսկ չենք գիտեր ոչ մեկ բան, բայց երբ որ Հիսուս կա այնտեղ, պատասխան կա Հիսուսով։ Շատ բաներու պատասխանը չունենք, բայց երբ Հիսուս ներկա է այդտեղ, պատասխան կա Հիսուսով։ Հալելույա։ Ուրեմն չեմ գիտեր ինչ են գանցնիս տուն, ինչ վիճակներ է գանցնիս, եւ ինչ իրարանցումի մեջ ես, դերևս ինչուներով գխեղտվիս։ Ինչու այսպես, ինչու այնպես, ինչու այսպես եղավ, ինչու այդպես եղավ, ինչու ասանք եղավ։ Ձեզ ասեմ, սիրելիներ, Հիսուս կանչե քո կյանքի մեջ։ Հիսուս թող գա քո մոդենա քեզ։ Հիսուս թող լա քո կյանքի գետրոնը։ Այն ժամանակ իր ներկայությունն հետո պիտի սկսի շատ բաներ փոխվելու։ Ով էր մեղավորը, չենք գիտեր։ Հիսուս պատասխան չի տար։ Բայց Հիսուս կսե հիմա որ ես հոսեմ, Աստծո գործերը պիտի երևնան, քանի որ ես եմ ընողը Աստծո գործը։ Քանի որ ցերեկ է, պետք է որ զիս խրգողին գործերը գործեմ, քիշերը գուկա, երբ մեկը չի գրնար գործել։ Ցերեկ է, լույս է, ես եմ լույսը, չմոռնանք անցարական խոյեցանք, ես եմ լույսը։ Պետք է որ լույսի գործերը կատարվի։ Խավարը մեղքն է, Սուրբ Գիրքը միշտ կսորվեցնե, խավարը մեղքը։ Բայց լույսը Աստված։ Ուրեմն երբ որ Հիսուս կա լույսը, պետք է որ գործերը կատարվի Աստծո, քանի որ ես հոսեմ, ես եմ լույսը, ես եմ ամենակարողին գործերը կատարողը։ Հալելույա, հալելույա։ Քիշերուկա երբ մեկը պիտի չգնա գործել, այո, ժամանակ պիտի կա, որ ամեն ինչ պիտի դատարի։ Նաև այդ քիշերը այն քիշերն էր, որ Հիսուս պիտի մատնվեր եւ խաչվեր եւ ամեն ինչ պիտի գանկներ, միջև իր հարությունը, հարութենեն հետո Սուրբ Օքին պիտի կար եւ Սուրբ Օքիով պիտի սկսեր իր գործերը շարունակելու այդ քիշերը այն չէ որ Հիսուս մերնել են վերջ ամեն ինչ պիտի գանկնի այդ 3 օրվա գանկնելն էր եւ հետո այն օրը պիտի լա որ հույս այլևս պիտի չլա երբ Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ վերադառնա եւ դադաստանը լա այն ժամանակ խավարը պիտի իսկապես իշխե այդ է դժողքը խավարը պիտի իշխե որ այդտեղ այլևս հույս չգա բայց միջև այդեն որ հույս կա Մինչև այնքան որ Տեր Հիսուս Քրիստոս այստեղ է իր Սուրբ Օքիով մենք պետք է հրավիրենք զենք մեր կյանքին առաջին տեղը որովհետեւ հարցումներուն պատասխանը չէ որ գտնենք այլ Հիսուսի ներկայությունը մեր կյանքը փոխե Հիսուսի ներկայությունն է մեր կյանքը փոխողը ոչ թե մեր հարցումներուն պատասխանը ոչ թե մեր հարցումներուն լուծումը շատերը կսպասեն իրենց հարցումները լուծվի հարցերը լուծվին գարձեք եկած ենք այս աշխարհ հարց լուծելու բայց Տեր Հիսուս Քրիստոս կսե հարցի լուծում պիտի չդամ քեզ քեզի քո հարցումներուդ պատասխանը պիտի չդամ ես քեզ ինձ պիտի դամ հալելույա երբ որ Տեր Հիսուս կսե ես եկա եւ պետք է որ լույսի գործերը կատարեմ ասել է որ պատասխանը աշակերտներուն թե ով էր հանցավորը Հիսուս կսե ես եմ պատասխանը այս բոլորին հալելույա շատ փակված բաներ կա որ մենք չենք գիտեր քիչ առածի շատեն քիչը գիտենք եւ այդ քիչ քիծածնից մեջն է որ մենք հավատարիմ պիտի մնանք այն բանը որ Սուրբ Օքին մեզ չէ հայտնած Աստծո խոսքին համաձայն մենք անոր պատասխանը փնտրելու ոչ գլուխ պիտի ցածնենք ոչ աղոտ պիտի անենք քանի որ բաներ կան որ փակ են չենք գիտեր բայց մեկ բան գիտենք որ Հիսուս Քրիստոս ինքը լույսն է աշխարհի լույսն է քո կյանքի եւ ինքը պատրաստ է այսօր նաեւ քո հարցումներուդ պատասխանը ասել ես այստեղ եմ թող Աստծո բարավոր գործը կատարվի քո կյանքի մեջ հալելույա քանի որ աշխարհի մեջ եմ աշխարհի լույսն եմ քանի որ աշխարհի մեջ եմ աշխարհի լույսն եմ գիշեք եւ այստեղ Հիսուս հիմա մի բան պիտի անե եւ պիտի հիշեցնե ծննդոց գիրքը եւ արդեն կհիշեցնե ծննդոց գիրքը ես եմ աշխարհի լույսը եւ Աստված ասավ խավարի մեջ թող լույսը լա եւ լույսը եղավ այդ խավարին մեջ այդ մեղքի իշխանության մեջ պատասխանը Հիսուսն է լույսն է ես եմ աշխարհի լույսը հույսը ուղղությունը եւ նայեցեք ինչ կնե երբ այս ասավ թքավ քեդինը եւ թուքով գավը շնեց եւ այն գավը գույրին աչքերուն վրա ձեպեց եւ անոր ասավ քնա լվացվե սելովամի ավազանին մեջ որ ղրգված գթարկմանվի ինչ հրավ Հիսուս այստեղ
Շատ անգամ Հիսուս խոսքով բժշկեց, շատ անգամ ձեռքը տնելով բժշկեց, շատ անգամ բարձրապես հրամայեց եւ բժշկեց, շատ անգամ հերավոր բժշկություն արավ։ Այստեղ դարբեր բան մգնե, գտկնե կեդին ավազարնելով գավ գնե եւ այդ գավը գտնե գույրի աչքերուն վրա։ Ինչ կհիշեցնե մեզի այս բանը։ Իջ առաջացի ծննդոց գիրքը, Աստծո ստեղծագործությունը, երբ գտնեն հողեն Աստված արավ եւ իր շունչը դրավ այդ մարդուն մեջ եւ այդ մարդը եղավ գենտանի էյակ։ Նույն բանը Հիսուս այստեղ գսե ես եմ աշխարհի լույսը։ Նորեն իր աստվածությունը գփաստե այստեղ, երբ շունչը գտնե, թուքը երբ որ գսե իր շունչն է, իր թուքը, իր շունչը իր մե աստվածային զորություն մգել է եւ քեդինը խառնելով, քեդինը մարդկայինն է, իր թուքը աստվածայինն է, գխառնվի իրարու եւ այդտեղ աչքերը տեսնելու գսկսին։ Երբ մարդը գմիանա Աստուծո հոգին, անժամանակ աչքերը տեսնելու գսկսին, այս ասել գուզե Հովանես Ավետարանիչը, երբ այս պատմությունը գկրե։ Երբ Հիսուս կետնեն գարնե եւ իր մեջ կտնե իր թուքը գխառնե աստվածայինը մարդկայինը իրար հետ եւ այդտեղ երբ որ աչքին գտնե աչքը տեսնելու գսկսի։ Սիրելի քույր եղբայրներ, մեր էությունը, մեր տգար հողեղեն ամանները, որ մենք ենք, պետք է Սուրբ Օքին, Աստվածային Սուրբ Օքին լեցնե մեր սրտերը, որբեսի մենք տեսնելու սկսենք, որբեսի մենք հասկանալու սկսենք, որբեսի մենք իսկապես ապրելու սկսենք, անպայման պետք է մեր այս հողեղեն մեջ Աստվածային Սուրբ Օքին կա, որբեսի մենք տեսնենք եւ այն ժամանակ ապրենք։ Հալելույա։ Եվ գսե ուր կնա գսե այստեղ գսե սելովամի ավազան, սելովամ ասել է ղրգված, ասել գուզե որ կնա ղրգվածին որբեսի բժշկվիս։ Ով է ղրգվածը? Դեր Հիսուս Քրիստոս ինքն է ղրգվածը։ Անցյալ անգամ դեսանք գսե ան որ զիս օղարգեց ես զիս օղարգողին կորձը գնեմ, ղրգվածը սելովամի ավազանը խորտանիշ է, ասել է ինք։ Այո, մարդը կնաց ֆիզիկապես այդ ավազանի մեջ լված, բայց բժշկությունը եղավ արդեն, երբ Հիսուս Քրիստոս այդ բժշկությունը գադարեց հողեն եւ թուքով։ Բայց այստեղ է քնա ղրգվածին, որբեսի բժշկվիս։ Նույն բանը մեզի գսա այսօր։ Ձեր հողեղեն ամաններուն մեջ Աստվածային Սուրբ Օքին պետք է կա, բայց այդ բանը լալու համար պետք է ղրգվածին երտաս։ Ղրգվածը դեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ ոգերտաս դեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Օքին հողեղեն ամանիդ մեջ գհացնի եւ գհպվի քեզ, անժամանակ աչքերդ կբացվին եւ տեսնելու կսկսիս։ Հալելույա։ Անալ քնած լվացվեցավ, եկավ ու գտեսներ։ Տարածիները եւ անոնք որ առաջվնե տեսած էին զանիգա, որ գույրեր գսեին, ասիգա չէր, որ գնստեր եւ գմուրար։ Ոմանք գսեին անիգա է, ուրիշները գսեին չէ, անոր նման մեկն է։ Իսկ ինք գսեր, ես եմ։ Ոստի հարցուցին իրեն, հաբա ինչպես բացվեցան քո աչքերդ։ Ինք պատասխան տվավ եւ ասավ. Հիսուս կոչված մարդը գավը շնեց ու աչքերս ձեպեց եւ ասավ ինձի գնա սելովամի ավազանը ու լվացվե։ Ես ալ կացի լվացվեցա ու գտեսնեմ։ Ասին իրեն ուր է անիգա։ Ասավ անոնց չեմ գիտեր։ Հալելույա։ Գտեսնեք այստեղ մարդուն հավատքը չէ որ շեշտը տրված է։ Շատ անգամներ մենք գարտանք Հիսուսի հրաշքներուն արժև մարդուն հավատքը։ Թե մարդը հավատաց եւ Հիսուս հրաշք կրավ։ Այստեղ այդպես չէ։ Այստեղ մարդը բանեմը լուր չունի։ Չի ճանչնար ով է Հիսուս։ Չի գիտեր ով է Հիսուս։ Հիսուս ինք կմոտենա այդ մարդուն եւ ինք գփժշկե թուքով եւ կետնի ավազով։ Մի խոսքով գավ գշնե եւ գփժշկե։ Մարդը բանեմը լուր չունի։ Միայն մարդը գիտի այստեղ մեկ բան, որ ինք գույրեր հիմա գտեսնե։ Եվ իրեն գսեն ով ըրավ, չեմ գիտեր, Հիսուս անունով մեկն էր, ես չեմ ճանչնար։ Հիմա այստեղ նաև պիտի տեսնենք այս պատմության միջև գլուխ 9-ին վերջավորության, թե ինչպես այս մարդուն հավատքը զերոյեն կբարձրանա եւ կհասնի իր կակատնագետին։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ Հիսուս կբժշկե մի արծի, որ ոչ մի բանեն լուր չունի։ Եվ այս բանը այսօր քեզի ալ գլա։ Քու հոգևոր աչքերդ պետք է բացվին։
Բացվել են վերջը պիտի հասկանաս, բացվել են վերջը պիտի ճանաչես, մինչև բացվի, նույնիսկ բացվել են ճիշտ հետո չես ալքիներ Հիսուս ով է։ Մենք աշխապ տարի հավատքի մեջ ենք եւ դեր ամեն օր մենք կսորվենք, ամեն օր մենք կհայտնվի մեզի դեր Հիսուս Քրիստոսը, ամեն օր բամը կհասկանանք իր մե։ Այն չէ որ երբ որ մենք կաշխարենք, շատ շուտ աչքերից կբացվի եւ կհասկանանք ով է Հիսուսը։ Ոչ, կամած ավելին, ինչ որ այստեղ պիտի բադահի այս մարդուն։ Աչքերը կբացվին, դեսնելու կսկսի, բայց դեռ չգիտեր, ինքը տեսավ Հիսուսին։ Իր աչքերը տեսան Հիսուսին, բայց չէր գիտեր ով էր Հիսուս, բայց աչքերը տեսավ։ Շատ մարդիկ այսօր գրնան ասել Հիսուս փառը, գրնան կորձածել Հիսուս, մենք կհավատանք Հիսուսի եւ այլն, աչքով շատ բաներ գրնան գսել, մի խոսքով ֆիզիկական խոսքեր գրնան խոսիլ, բայց մեր հոգին դեռ չէ ճանչած Հիսուսին։ Գճանչնան մեր հոգին Հիսուսին, երբ որ մենք կամած կհայտնվի ինք մեզի, կամած Սուրբ Հոգիի զորությամբ։ Հալելույա։ Համար 13։ Փարիսեցիներուն դարին զանիգա, որ ադենով գույրես, շաբաթ օրեր, երբ Հիսուս գավշինեց ու անոր աչքերը բացավ։ Փարիսեցիներն ալ կհարցնեին իրեն թե գսեին ինչպես գտեսնե։ Անիգա լսավ, գավ տրավ աչքերուց վրա, լվացվեցա եւ գտեսնեմ։ Ասոր վրա փարիսեցիները ոմանք գսեին այն մարդը Աստուծո մեջ է։ Վասնզի շաբաթ օրը չի բահեր։ Ավասիկ իրենց չափանիշները։ Շաբաթ օր իրենք կերագուր գուտեին։ Իրենց էշը որ հոր գինար կփրկեին։ Իրենց զավակներ երբ որ ոտկերնին ցավեր կփժշկեին։ Բայց որ մարդը կփրկվի, մարդը որ պետք է փրկվեր, սկսան անպաստանել։ Հիսուս այս գավը շնելը դիտավորյալ նաև վրա։ Ինչու՞։ Քանի որ գավ շնելը կհիշեցնե Աստուծո կորձը նաև շաբաթ օրը։ Այն չէ որ Աստված փարիսեցիներուն մտքով, որ Աստված պիտի հանգչեր ըսել չէ ոչ մի բան պիտի չնե։ Պիտի հանգչի այդ մտքով, որ մենք 7 օր պիտի աշխատենք, 6 օր պիտի աշխատենք, 7-րդ օրը մենք պիտի տայինք Տիրոջը, որովհետեւ Տերը այդ կորձը ներ մեր մեջ, հոգևոր կորձը ներ։ Ուրեմն շաբաթօրը այն չէր որ մենք ցերկենից ցալենք եւ նստենք, շաբաթօրը այն կորձն էր որ թույլ տայինք որ Աստված այդ կորձը ընե մեր մեջ։ Եվ ավասիկ Հիսուս շաբաթօրով այդ կորձը հրավ մարդուն սիրտ ավելի հոգին փոխեց։ Աչքերը բանալով պիտի ցույց տա հետո պիտի տեսնենք որ ամբողջ էությունը բացավ։ Շաբաթ օր այն չէ որ Աստված ցերկերը գծալ եւ գնստի, շաբաթ օրը այդ է որ Աստված քո հոգին ավելի պիտի փոխե, քո հոգին հետ պիտի աշխատի եւ դու կանչված ես աշխատելու քո հոգին մեջ, ոչ թե ցերկերը ծալած նստիս, այլ քո հոգին գերագրելու մասին։ Եվ նայեցեք փարիսեցիները ինչ կսեն, այս մարդը Աստծո մեջ է, քանի որ շաբաթ օրը չբահեց, բարձրապես իրեն չափանիշը գրոնական չափանիշ։ Եթե այսպես չնես, ուրեմն այսպես չես։ Եթե այսպես չնես, ուրեմն այսպես չես։ Ինչ որ այսօր մեր 4 կողմի գրոնքները այդպես կսորվեցնեն մեզ։ Եթե այսպես չխոսիս, ուրեմն չգա։ Եթե այսպես չաղոթես, ուրեմն չգա։ Եթե այսպես ոտքի չլես, ուրեմն բան չունես։ Ուրեմն Սուրբ Հոգին քո մեջ չէ։ Սուրբ Հոգին ունենալու պետք է այսպես անես, պետք է այնպես անես։ Պետք այսպես խոսքեր, որ այսօր Աստված կզզվի այդ գրոնական խոսքերեն, նույնիսկ ավետարանական ընտանիքներու մեջ։ Անորամար սիրելիներ, Հիսուս այստեղ փարիսեցիներ այստեղ գահանտիմանեն Հիսուսի, որի բրտե ինքը Աստուծո մարդը չէ, քանի որ շաբաթ օրը չի բահեր։ Ուրիշներ գսեին ինչպես կրնա մեղավոր մարդը այսպիսի հրաշքներ անել, անոնց մեջ երկպարագություն գար, նորենսին գույրին, դու ինչ կսես անոր համար, որ քու աչքերդ բացավ։ Նայեցեք գույրը ինչ կսեն։ Անալսավ թե մարգարե մնե։ Քիչ առաջ չէր ճանչնար Հիսուսին։ Հիմա գսե մարգարե մնե։ Նայեցեք ինչպես կամած հավատքը Հիսուսի վրա դերը կկործե Սուրբ Հոգին, որ հավատքը Հիսուսի վրա գետրոնանա շիրագին։ Հալելույա։ Հրյաները չէին հավատար, թե գույրեր ու բացվեցավ։ Հրյաները չէին հավատար, այդ մարդը գույր ծնած էր եւ բացվեցավ աչքերը։ Այնչափ որ իրենց թերահավատությունը, իրենց անհավատությունը իրենք բռնած էր։ Աչքերնին կտեսնե, բայց չեն հավատար։ Վկայություններ կտեսնեն, բայց չեն հավատար։ Քանի որ իրենք իրենց
ինչպես եմ չափանիշներուն մեջ խեղդված են։ Իրենց չափանիշներուն մեջ խեղդված են։ Կրոնական մարդիկ իրենց չափանիշներուն մեջ խեղդված են, չեն գնար փածվիլ, որպեսի տեսնեն իրականը հոգևորը Քրիստոսը։ Քրիստոսի մասին շատ խոսողներ կան, Քրիստոսի մասին շատ երգողներ կան, Քրիստոսի մասին պատմություններ ասողներ կան, այո, բայց Քրիստոսին հանդիպելը ուրիշ բան է։ Եվ այստեղ ինչերին կացին անոր ծնողքը կանչեցին։ Այդ մարդուն ծնողքը կանչեցին։ Եվ անոնց հարցուցին. այս է ձեր որդին, որուն ամարտուք կսեք թե գույր ծնավ, հավա ինչպես գտեսնե։ Անոնց ծնողները պատասխան տվին անոնց ուսին. գիտենք թե ասիկա է մեր որդին, եւ որ ինք գույր ծնավ, ասվկայություն է։ Ծնողքեն ավելի մոդիկ ճիշտ վկայություն չկա։ Ծնողքը գսե իմ դեղաս է եւ գույր ծնավ։ Բայց հիմա ինչպես կտեսնե չենք գիտեր։ Կամ թե ով բացավ անոր աչքերը մենք չենք գիտեր։ Ինք չափահաս է, իրեն հարցուցեք, թող ինք խոսի իրեն համար։ Քանի որ գրված է այսպես ըսին անոր ծնողքը հрьяներեն վախնալով, քանզի հрьяները միապան հավանությամբ որոշել էին, որ եթե մեկը զանիգա Քրիստոս տավանի ժողովարանեն դուրս պիտի ցկվի։ Միապան հավանություն տված էին Հիսուսի դեմ։ Եվ այս մենք կտեսնենք հայտնության գրքին մեջ թե ինչպես միապան հավանություն պիտի լա Հիսուսի եւ իր աշակերտներուն դեմ։ Հիմա այսօր աշխարհը միապանված է Հիսուս Քրիստոսի խոսքին հակառակ։ Նայեցեք չորս կողմ։ Ամեն ինչ ասելու իրավունք ունենք։ Ամեն ինչ կրնաս հայտարարել։ Բացի Հիսուսի աստվածությունը, Հիսուսի մասին խոսել են։ Անշուշտ վկայություն մենք կնենք, ավետարանչություն կնենք, անիրա չէ, բայց pedagogan տեղերու մեջ, պաշտոնական տեղերու մեջ, հերոստականներու մեջ, դպրոցներու մեջ իրավունք չունիս Հիսուսի մասին խոսել։ Դու գրնաս խոսել այս կամ այն անպարոյական մարդկանց մասին, այս կամ այն կեղտոտ ֆիլմերու մասին, բայց Հիսուսի մասին խոսելու իրավունք չունիս։ Այսօր Եվրոպայի մեջ իսլամները ճամփաները գրնան ելնել քարոզնել, ոչ մեկը իրենց բամը չսեր, բայց երբ որ մեկը գելե եւ Հիսուս Քրիստոսը կարոզե, այս վերջերս Անգլիա բադահեցավ, Հիսուս Քրիստոսը կարոզե իրեն գբռնեն գահանեն, մեջտեղեն գվերցնեն։ Ամբողջ աշխարհը միապան հավանությամբ Հիսուս Քրիստոսի հակառակ է հիմա։ Եվ այսպես ավելի պիտի ըլլա եւ ավելին պիտի ըլլա, միջև ինք վերաթարնա։ Այս հստակ բանն է։ Եվ մենք Քրիստոսի աշակերտներս որքան ուշադիր պետք է լանք այս կետերում։ Որչափ համարձակ պետք է լանք այս կետերում։ Ուրեմն ծնողքինսին կուզավագդ գույրեր, այո գույրեր։ Գույր ծնավ։ Բայց ով բժշկեց, ով աչքը բացավ, մենք չենք խառնվիր գսե ծնողքը, ինչու, քանի որ հрьяները գսեին, ինչպես գրված է, անոր Քրիստոսը գտավանի, մենք իրեն սինագոգներեն, ժողովարաններեն դուրս պիտի վռնդենք։ Անժամանակ շատ կարևոր էր, ինչպես որ մեր ազգին մեջ շատ անգամ կարևոր եղավ եկեղեցիները կամ գրոնական գազմագերբություններուն մեջ թավանություն տալը։ Երբ որ ժողովարանեն մեկը դուրս կվռնդվեր, ինք իրավունք չուներ ոչ մեկ օգնության, ոչ մեկ ադմինիստրատիվ, վարչական կորձունեության, ոչ մեկ թղթապանության, երբ որ մեկը ժողովարանեն դուրս կվռնդվեր, այդ մարդը գրնար ըլլալ մենակ, մեգուսացած անոթի մերներ։ Այնքան որ խիստ էր ամեն ինչ ժողովարանի միջոցով գլար, մեր ազգին մեջ նալ այդ պատմությունը գա, որ շատ ազգային հարցեր եկեղեցական գազմագերբություններով գազմավեցավ։ Եվ այդտեղ է որ ավետարանական շարժումը սկսավ, երբ որ վրընդվեցան եկեղեցական գազմագերբությունները, այս պատահեցավ Կոնստանտինոպոլի մեջ։ Մեր հայկական ավետարանական պատմությունն է։ Երբ որ ժողովարանին մեջ դու մասնիկ չունիս, դու արդեն ինքնություն չունիս։ Ոչ թղթապանությունդ, ոչ ադմինիստրատիվ, ոչ վարչական, ոչ ֆինանսական, ոչ ընդունելություն, ոչ բարեկամական, ոչ ազգային ինքնություն ունիս։ Այդպես էր նաև հрьяները։ Այսօր եթե մենք կտեսնենք անշուշտ սատանայական, գրոնական, քաղաքական հոգի, որ գխանկարե հավատքի ազատությունը։
Ուրեմն ծնողները ռիսկ չարին գրնան գսել։ Ասին մեզի չխառնվիր ինքը չափահասեք ասեք իրեն հետ խոսեցեք։ Ինչու՞։ Թող ինքը պատմեցեզի։ Մենք վատ չենք ուզերը լալ հрьяներուն հետ, վատ չենք ուզերը լալ գսեն ծնողները մենք գրոնականներու հետ, մեզի հանգիստ թողեցեք։ Թող մեր դղան ցեզ հետ այս հարցով ինքը քննարկե։ Գասկնակ ինչու ծնողքը չգրծավ ավելին ասել։ Ասոր համար անոր ծնողքը ասին թե ինք չափահաս է իրեն հարցուցեք։ Ետքը նորեն գանչեցին, նայեցեք հрьяները քանի անգամ այս մարդուն գանչեն։ Մարդը ճշմարտությունը գսե, բայց չէ, իրենք անպայման, քանի որ չեն հավատար, կուզեն պատճառը գտնել, որ իրենց ասածը շիդագ է եւ այդ մարդու, որ իձնե գույրը բժշկվեցավ, իր ասածը սխալ է։ Իրեն ուրեմն գսե նորեն գանչեցին։ Հիմա գսե Աստծո փառք դուր, մենք գիտենք թե այդ մարդը մեղավոր է։ Նայեցեք, Աստծո փառք դուր, մենք գիտենք թե այդ մարդը մեղավոր է։ Հոգևոր խոսքեր, քաղաքական խոսքեր, իրար խառնված։ Մենք հայերը շատ կնմանենք այս հрьяներուն։ Մեր ազգային սովորության մեջ ալ այս բանը կա։ Հոգևորը, ազգայինը, քաղաքականը, մշակութայինը, ամենը խառնված իրար վիճակ։ Աստծո փառք դուր գսե, մենք գիտենք որ այս մարդը մեղավոր է։ Չեմ հասկնար գաբը, ինչ գաբ ունի Աստծո փառք տալը եւ գիտնալով որ այս մարդը մեղավոր է։ Իրենք ալ չեն գիտեն ինչ կսեն։ Անիկալ պատասխան տվավ։ Եթե մեղավոր է գսե, ես չեմ գիտեր։ Այսինքն ինչ գեղեցիկ խոսք։ Ես այդ մարդուն Հիսուսին մեղավորը լալը չեմ գիտեր։ Ես գիտեմ որ մարգարե է, բայց կսաստենացեք։ Միամ մեկ բան գիտեմ, թե գույր էի եւ հիմա կտեսնեմ։ Ահա ես ինչ գիտեմ։ Ահա իմ վկայությունս։ Ես չեմ գիտեր մյուսը ինչ է, ով ինչ է, ինչը սավ իմ կորձս չէ։ Ես մեկ բան գիտեմ։ Ես գույր էի։ Ես հիմա կտեսնեմ։ Հալելույա։ Վկայությունը շատ ավելի կարևոր է վիճապանությունները։ Ես մեռած էի, հիմա կտեսնեմ։ Ես գույր էի, հիմա կտեսնեմ։ Այն մարդը չեմ գիտեր ով է, ես իր մասին վատ բան չեմ գրնալ ասել, ոչ ալ լավ բան գրնամ ասել, ես բայց իմ վկայությունս կրնամ դալ թեզի, թե ես մեռած էի եւ հիմա հալելույա, հիմա կտեսնեմ։ Փառք քեզ Տեր, ինչ գեղեցիկ վկա։ Դու ինչ տեսակ վկայություն կրնասնել։ Արդյոք կրնասել որ ես մեռած էի եւ հիմա կապրիմ, ես գույր էի եւ հիմա կտեսնեմ։ Առանց Հիսուսի ես կորսված էի եւ հիմա գտնվեցա։ Ես առաջ այնպես էի, հիմա այսպես եմ։ Արդյոք քո կյանքը ցույց կտա, որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ քո կյանքին մեջ։ Շատ հավատացյալներ կան, որ իրենց կյանքին մեջ չես տեսներ փոփոխությունը։ Բերանացի հավատացյալ են, բայց չես տեսներ փոփոխություն, թե իրենք ինչ էին եւ ինչ եղան։ Ինչպես Տերը փոխեց իրենք։ Քո փոփոխությունը ցույց պիտի տա որ Հիսուս արդյոք քո կյանքի մեջն է կամ չէ։ Քո փոփոխական փոխված խոսքդ, փոխված միտքդ, փոխված կորձերդ, փոխված սովորություններդ ցույց պիտի տան որ Տեր Հիսուս Քրիստոս քո կյանքին մեջ կորձած է թե չէ։ Հալելույա։ Մնացածը կարևոր չեն։ Երբեմն երկար վիճապանություններու մեջ կմտնենք հոգևոր այս մարդուն հետ, այն մարդուն հետ եւ այլն, բայց ժողովուրդ, ասեմ ցեզի սիրելիներ, կարևորը քո կյանքին մեջ Տեր Հիսուս Քրիստոսի փոփոխությունը գա կամ չգա։ Ոչ թե 10-20 տարվա մեջ, ամեն օր ավելին։ Շատ մարդիկ կան, որոնք կսեն մենք միշտ բարի եղած ենք, մենք միշտ հավատարիմ եղած ենք, մենք միշտ խելոք եղած ենք։ Հիմա ալ գապաշխարեր ենք Հիսուսով գալենք։ Ոչ։ Այնպես չէ։ Գույրը եւ այն մարդը որ գույր է եւ այն մարդը որ գտեսնե բոլորին դարբեր է։ Փոփոխվածը հստակ է։ Դարբերությունը հստակ է։ Այն չէ որ դու առաջ միշտ եկեղեցի գերտա, հիմա ալ գերտաս։ Ոչ։ Դու առաջ բոլորին մեղավոր մարդ էիր եւ հիմա դու բոլորին Տեր Հիսուս Քրիստոսի հոգիով գկալես Տիրոջ զորության մեջ։ Այս պետք է երևնա, այս պետք է երևնա, այս փոփոխությունը պետք է երևնա։ Ես գույր էի, ես չեմ գիտեր մնացած բաները, բայց ես գիտեմ, ես գույր էի, հիմա կտեսնեմ։ Ալի ծեր խնդրեմն է, գնտունի, չգնտունի գսե այս գույր մայթը որ հիմա կտեսնե։ Հрьяներուն գսեն ծեր խնդրեմն է, գնտունի, չգնտունի, ծեր գրոնքին գամապատասխանի, ծեր ներքին խնդիրները ունիկ չունիկը ծեր խնդրեմ է, բայց ես գիտեմ, ես փոխվել եմ։ Ես փոխվել եմ։ Տեր Հիսուս Քրիստոս փոխեց իմ կյանքս։ Հալելույա։
նորեն ըսին անոր ինչ ըրավ քեզի քո աչքերդ ինչպես բացավ նայեցեք քանի անգամ կգրտնեն պատասխան դվամանոցով հիմա ըսի ցեզի ու չլսեցիք ինչու համար նորեն լսել գուզեք միթե դուք ալ գուզեք անոր աշակերտը լալ ինչ կեղեցիկ խոսք ցեզի ըսի չլսեցիք Եսայի մարգարեության խոսքերն են ասում սիրելիներ Բիդի դեսնեն եւ բիդի չդեսնեն, բիդի լսեն եւ բիդի չլսեն, այդ իմաստով որ բիդի դեսնեն եւ բիդի չհասկանան, բիդի լսեն եւ բիդի չհնազանդին։ Ահա մասիկ վառ օրինակը, որ Հովաննես Ավետարանիչը գվգայե Եսայի մարգարեության այդ մարգարեությունը։ Ես ցեզի ըսի եւ դուք չլսեցիք։ Ինչ պիտենեք, ինչ կուզեք։ Ինչու կհարցնեք այս հարցումները ինձ մի քանի անգամ։ Չլսեցիք, ինչու համար նորեն լսել գուզեք, քանի որ նորեն պիտի չլսեք։ Միթե աշակերտները պիտի լակ։ Անոնքալ նայեցիք նախադելով Զանիգասին դու ես անոր աշակերտը, իսկ մենք Մովսեսին աշակերտներն ենք։ Վաու։ Գիշեր անցյալ անգամ լսին նույն բանը Հիսուսի մենք Մովսեսին աշակերտներն ենք։ Հիսուսը եթե դուք Մովսեսին աշակերտները լայք։ Եթե դուք Մովսեսին զավակները լայք, դուք ինձի պիտի չի սպաննեիք։ Դուք զիս պիտի չհալածեիք, քանի որ Մովսես իմ մասին խոսեցավ, Աբրահամը իմ մասին խոսեցավ, ես եմ որ եմ, ես եմ որ եմ Մովսեսի օրով, Աբրահամի օրով, Աբրահամ չեղած են ես կայի, բայց դուք չեք ուզել լսել, դուք կտեսնեք, բայց չեք ուզել տեսնել, դուք կլսեք, բայց չեք ուզել հասկանալ, եւ այսպես մարդիկ շատ կան, սրդին մեջ պատրաստ չեն փոխվելու, սրդին մեջ պատրաստ չեն ապաշխարելու, Սրդին մեջ պատրաստ չեն նորոգությամբ մեջ քայլելու, զղջալու եւ փոխելու իրենց կյանքը։ Որքան կխոսիս, որքան կխոսիս, որքան կբացատրես, որքան կբացուցես, մարդը պատրաստ չէ իր սրդին մեջ ընդունելու։ Ինք այդպես է, դու պետք չէ գտնես իր վարժություններու, իր սովորության։ Մենք հայ ենք, մենք այսպես ենք, մենք այդպես ենք։ Այդ մարդը փոխվելու նպատակ չունի, ինչպես այս հрьяաները փոխվելու նպատակ չունեին։ Գուզեին բարձրապես իրենց նախանցով լեցուն, գուզեին բարձրապես ցույց տալ, որ իրենք իրավունք ունեն։ Այսօր մեր հայրու մեջ կան մարդիկ, որոնք չեն ալ գիտեն լուրջ ունին սուբ գիրքեն, բայց գսեն սուբ գիրքը սուդ է, սուբ գիրքը այս է, դուք սուբ գիրքի հետևորդներդ, դուք հավատացյալներդ, այսպես եք, այդպես եք, բայց մարդը ինքը լուրջ ունի եւ չուզեր ալ գիտնալ։ Ալելույա։ Դու ես անոր աշակերտը, իսկ մենք Մովսեսին աշակերտներն ենք։ Մենք գիտենք, թե Աստված Մովսեսին հետ խոսեցավ, բայց ասիկա չենք գիտեր ուրգե։ Պատասխան տվավ մարդը եւ ըսավ անոր։ Ադիկա է զարմանալի բանը, որ դուք չեք գիտեր, թե ուրգե է։ Ահասի գեղերական տարիներու սորված աստվածապաններ եւ ահասիկ մարդ, որ ոչ մեկ ուսում չունի։ Մի քանի ժամ առաջ գույր էր, հիմա գտեսնե, բայց ինք գիտե ով իրեն բացավ իր աչքը, ինք գիտե որ ինք մերած էր, ավելի ինք գույր էր եւ հիմա աչքերը բացվեցավ, եւ հիմա ինքը գսկսի թաս տալու այդ մարդկանց։ Զարմանալի է որ գսե դուք չեք գիտեր թե ինք ուգե է։ Քանի որ դուք պետք է գիտնայիք ինքը ուգե է։ Դուք պետք է գիտնայիք այդ մարգարեությունները, որ գսե որ Մեսիան պիտի գա եւ այս գործերը պիտի կատարի։ Դուք պետք է գիտնայիք որ այդ Մեսիան դեր Հիսուս Քրիստոսն է, որ եկավ։ Դուք պետք է գիտնայիք քիրքերը, քանի որ այդ քիրքերը Քրիստոսի մասին կխոսեին։ Դուք պետք է սորվեիք այդ բոլորը, բայց դուք չեք գիտեր, զարմանալի է, որ դուք չեք գիտեր այդ բոլորը։ Գիտենք թե Աստված մեղավորներուն մտիկ չներ։ Բայց եթե մեկը Աստված զաբաշտ ըլլա, ու անոր գամ կգադարե, անոր մտիկ կնե։ Ահավասիկ գույրը, որ հիմա աչքը կդեսնե, գսորվեցնե։ Աստված մեղավորներուն Այստեղ գսե Աստված մեղավորներուն պատասխան չի դար։ Աստվածաբաշտներուն կորձը կգադարի։ Հիմա այստեղ կարևոր է այս մարդուն ասածը, որ գսե Աստված մեղավորներուն մտիկ չներ։ Լավ լսեցեք։ Աստված մեղավորներուն մտիկ գնե, երբ մեղավորը գաբաշխարե։ Երբ մեղավորը ապաշխարության գոչ կնե։ Երբ մեղավորը գուկա խոնարհությամբ անժամանակ կլսե, որքան մեղավորը լաս։ Որքան ամենամեծ մեղքը կորձածը լաս, երբ ապաշխարությամբ եւ զղջումով գմոդենաս Աստծո Աստված կլսե քո աղոթքը։ Բայց երբ դու մեղավոր ես եւ գաղութես ովևէ մեկ ապաշխարության եւ զղջումի աղոթք չնելով,
Աստված չլսեր։ Եվ անոր համար գրնամ ասել սիրելի քույր եղբայրներ, հայրենագիտներ, որ այսօր շատեր կգարձեն, թե իրենք գաղութեն, եւ շատեր կհպարտանան, թե իրենք ամեն օր գաղութեն։ Ես կրնամ ասել այդ շատերուն, այս խոսքի վրա հիմնված եւ ուրիշ տարբեր համարներով վրա, որ Աստված չլսեր իրենց աղոթքը, որ չաբալ հայրմերը աղոթես, որ չաբալ ուզած աղոթներդ աղոթես, որ չաբալ նարեգացին աղոթք աղոթես, որ չաբալ սաղմոսները աղոթես, որ կանած սուբ կիրքի համարները գարտաս, եթե դու ապաշխարելու, փոխվելու, Հիսուս Քրիստոսի ընդունելու եւ հետևելու նպատակ չունես, քո աղոթները չի լսվիր։ Եթե քո աղոթքը միան այդ է, որ դեր ինձ օգնե, որ լավ տրամ շահիմ, առողջ լամ, զավակներս լավը լան, ամեն ինչ լավը լա, եթե այս աղոթքը գնես, Աստված չի լսեր այդ աղոթքը, գխնդրեմ փոխանցեք այս խոսքը շատերուն, քանի որ շատերը խապված կաբրին այս իրավիճակի մեջ, ասելով թե մենք ամեն օր կաբրինք, մենք ամեն օր կաբրինք, մենք ամեն օր գաղոթենք, մենք ամեն օր Տիրոջ առջև մուկանք, բայց ինչու՞։ Եթե ոչ ապաշխարելու, եթե ոչ զղջալու, եթե ոչ մենք Տիրոջ առջև քայլելու։ Ուրեմն մեր աղոթքը չի լսվիր, եթե մենք զղջալու, խոնարհվելու նպատակ չունենք։ Մեր քրիստոնեությունը ինչ է իմաստը, եթե Քրիստոսը կենտրոնը չէ։ Ինչի վրա գսենք, որ մենք քրիստոնյա ենք։ Աշխարհի առաջին քրիստոնյաս, օքեյ, բայց ինչ։ Եթե Քրիստոսը մեջտեղ չգա, եթե Քրիստոսը կենտրոնը չէ։ Եվ այսպես է որ գտեսնենք այս հրյաները նույն պատմությունն է մեր հայերու հետ։ Մենք Աբրահամ ունենք, մենք Մովսես ունենք, մենք մարգարեներ ունենք, կսեին գհբարդանային, բայց չեն գուզեր ընդունել Տեր Հիսուս Քրիստոսը, որ միակ պատասխանն է Աստծո։ Հիմա մենք մեր հայերս ինչ կսենք, մենք քրիստոնյա ենք, մենք ասենք, մենք անենք, բայց Քրիստոսի մասին մտածող չկա, զղջացող չկա, կյանքը փոխող չկա, ապաշխարող չկա, աղոթող չկա, խոնարհող չկա իր խոսքին, ավետարանը գարտացող չկա, ավետարանի խոսքը սորվող չկա։ Զարմանալի է գսե որ դուք չեք գիտեր այս բաները։ Եվ ասիկա գխոսի այդ նոր բժշկված մարդը։ Մենք գիտենք թե մեղավորները մտիկ չներ, բայց եթե մեկը Աստվածաբաշտ ըլլա ու անոր գամ կգադարե, անոր մտիկ կնե, Աստվածաբաշտ ըլլալ անոր գամ կգադարել։ Այն ժամանակ դերը մտիկ կնե։ Այն ժամանակ դերը կլսե որ մեկը Աստվածաբաշտ ասել է Աստված առաջին տեղը իր կյանքի մեջ։ Բաշտամունք, խոնարհություն, նվիրում, երկրպագություն, այս Աստվածաբաշտությունը։ Եվ անոր մտիկ կնել, անոր գամ կգադարել, ասել է խոնարհություն, հնազանդություն։ Եվ որ այս հնազանդությունը, Աստվածաբաշտությունը եւ հնազանդությունը գա մեկումը կյանքի մեջ, Աստված մտիկ կնե անոր աղոթքը, նույնիսկ եթե ինքը դեր մեղավոր է։ Բայց որ մեկը խոնարելու, նորենգը գտնեմ, ապաշխարելու, զղջալու նպատակ չունի, իր կյանքը փոխվելու նպատակ չունի, ինքը 20 ժամ թող աղոթե օրական, Աստված չի լսեր, ցեց գսեմ եւ գվավերացնեմ։ Եթե ապաշխարելու նպատակ չունիս, քու աղոթքը չի լսվիր։ Ուրեմն դուք ես մի խապեր, ժամանակ մի գործընծներ, եթե իրական անգեղծ ես եւ գուզես իսկապես հոգեվորապես քայլես Աստծո առջև, գնա Տիրոջ խոսքին առջև, Տիրոջ խոսքին համաձայն, նստիր ապաշխարե, քդիր մարդ, որ քեզի սորվեցնա այս խոսքերը, նստիր եւ ապաշխարե։ Հալելույա։ Եվ ասե որ Տեր ես կուզեմ քո խոսքդ սորվիլ, քո խոսքիդ համաձայն քայլել։ Աշխարհին սկիզբեն ի վեր լսված չէ որ մարդ մը գույր ծնի եւ աչքերը բացվի, եթե Աստուծո մեջ չլար այն մարդը, բան մնալ չեր գրնարնել։ Ահավասիկ ինչ կսե այսօր այդ բժշկված գույրը հրյաներուն, եթե Աստուծո մեջ չէր, բան մը չեր գրնարնել։ Ինչ քեղեցիկ վկայություն է։ Անուս մարդու պերնով, Աստված գխոսի մեծ աստվածապաններուն։ 5 դագարանի մեջ էշը խոսեցուց մարգարեին հասկացնելու համար։ Քույր եղբայրներ, նոր դագարանի մեջ Բողոս կսե Աստված դգարները գնդրե իմաստուններուն շփոթեցնելու համար։ Աստված պետք չունի մեծ աստվածապաններուն, Աստված պետք ունի փոքր խոնարհներուն։ Փոքր խոնարհներով Աստված մեծ գործեր կրնանել։ Մեծ գլուխներ պետք չէ։ Այսօր շատ մարդիկ իրենց հավատքը ցույց տալու համար կամ փաստելու համար քիրքեր կգրեն,
ինտերնետային ծառայություններ գնեն, ցույց կտան, որ իրենք այս դիպլոմ ունին, այդ դիպլոմ ունին, դոկտոր ասինչը, ինչ գիտնամ, այսինչ մեծ անձը, այս դիդրոս ունեցող, այն դիդրոս ունեցող, Աստված այդպես դիդրոսներով չի կալեր։ Աստված գկալի խոնար մարդոցմով։ Երանի ես եւ դու այդ մարդը ավելի ըլլային։ Չեմ ասել, որ պետք է սերդենք, չեմ ասել, որ պետք է դիպլոմներ կամ վկայություններ ունենանք, անիկա չի նպատակը, բայց մեր փառքը վկայություններն չէ, վկայականներն ներողություն չէ, մեր փառքը մեր դիդրոսներն չէ, մեր փառքը Տեր Հիսուս Քրիստոսի մեջն է։ Եվ ան որ գսե պիտի փառավորվի, թող փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսով։ Հալելույա։ Իր մեջն է ամեն ինչ։ Օրհնյալ է մեր Տերը, օրհնյալ է մեր Տերը։ Եվ անոր պատասխան դվին նայեցեք ինչ կսե։ Դու բոլորովին մեղքերու մեջ ծնած ես ու մեզի վարդապետություն գնես։ Վրան գծիծաղին չեն ընդունիր իր այս մարդուն խոսքերը չեն ընդունիր։ Ճշմարիտ խոսքեր գխոսի։ Դերևս իրեն կան այս խոսքերը գրնային ասել ուրիշին, բայց քանի որ այդ մարդուն բեռնեն գելլե չեն ընդունիր։ Միշտ այդպես է, չէ՞։ Բամը գսես չեն ընդունիր, բայց նույն ասածը մեկ հատ կարևոր մարդ մը ասե, օ գսեն ասին շլավ խոսք ասավ։ Միջա դու նույն բանը ասիր։ Չեն ընդունիր։ Նախանց։ Մարդը նախանց են։ Մարդիկ նախանց են այս քահանաները, նախանց էին։ Իրենց ասածը պետք է լար, վարժություն ունեին, որ իրենք պետք է առաջին դեղերը լային։ Հիմա փողոցային մեկը եկեր եւ իրենց կսորվեցնե, ինչպես կարելի այս բանը։ Հասկնաք սիրելիներ, այդ մարդուն եսը գրնա փագել աստվածային ներդրումները, Աստված մեծ բաներ գրնա ուզենել քեզի, բայց քո եսը փագած է։ Քո այսպես եսասիրությունդ փագած է Աստուծո կորձը, գուզե Աստված ներս մտնել, ներխուժել, քեզ օրհնություն ունել, բայց դու փագած ես։ Ահավասիկ այս մարդը գսե իրենք ճշմարտությունը, բայց իրենք չեն ուզել հասկանալ, չեն ուզել լսել։ Եվ իրենք գսե դուրս հանեցին։ Եվ դուրս ըրին զանիգա դուրս հանեցին։ Ճշմարտությունը ասա, բայց դուրս հանեցին։ Աչքերին տեսա, որ այդ մարդը իրական փոխվել է, բայց դուրս հանեցին։ Հիսուս լսեց թե զանիգա դուրս ըրին, ինչ գեղեցիկ խոսք այստեղ։ Երբ կդավ զանիգա ըսավ անոր, Հիսուս նորեն եկավ այդ մարդուն մոտ։ Գեղեցիկ այստեղ։ Հիսուս ինքը այս մարդուն կփնդրե։ Մարդը չի փնդրել Հիսուսին։ Հիսուս ինքը կփնդրե այս մարդուն։ Ինքը եկավ այս մարդունքով մեմ կդավ գսես անիգա ուր էր չեմ գիտեր բայց Հիսուս փնդրեց եւ կդավ ինչպես սուբկիրքը մեզի գսե Հիսուս կորսվածները կփնդրե եւ կգտնե միայն այդ պայմանով որ այդ կորսված մարդը այդ խոնար մարդը պատրաստ լա փոխվելու եւ նայեցեք ինչ կպատահի Հիսուս կսե դու կհավատաս Աստծո որդին Եվ որ գսե Աստծո որդին Մեսիայի մասին է խոսքը։ Այդ մարգարեներու մասին որ բիդիկար եւ ահավասիկ ինչ կսե դու կհավատաս Աստծո որդին։ Անիգա պատասխան տվավ եւ ասավ. Դեր ով է որ հավատամ։ Հիսուս ասավ. Դեսար զանիգա քեզի հետ խոսողը ան է։ Հիսուս իր մասին գսե Աստծո որդի։ Դու կհավատաս Աստծո որդին։ Դու կհավատաս Մեսիային։ Դու կհավատաս մարգարեներուն։ Ով է դեր։ Ես չեմ գիտեր։ Չեմ լսած։ Ինձ չեն սորվեցուցած։ Ես քաղաքապար չունիմ։ Ով է։ Ես եմ։ Ան է, ես եմ գսե։ Եթե դունես, նայեցեք պատասխանը, եթե դունես գսե, կհավատամ դեր։ Ու անոր երգրբակություն ըրավ։ Ահավասիկ մի անց հրյա, որ ովևէ մեկ մարդու երգրբակություն չեն աներ, իրենց սովորության և իրենց վարդապետության մեջ ինչ որ շիտակ է։ Մենք ոչ արձաններու երգրբակություն ունենք, ոչ մարդու, ոչ հրեշտակի, միայն Աստծո։ Եվ երբ որ գիտավ, որ Հիսուսն է, այն Աստծո որդին, որ ամբողջ 5 դագարան անոր մասին կխոսի, ահավասիկ կհավատամ դեր, եւ գսե անոր երգրբակություն ըրավ։ Մեմը եւս կտեսնենք Հիսուսի աստվածությունը։ Հիսուս ես եմ լույսը, լույսը պիտի աշխատի, գետնի հողեն գավ շնեց, աչքերը բացավ, եւ Հիսուս մեմ եւ գործվեցավ այս պատմության մեջ են տեսնեք Հիսուսի մասին չկա, գործվեցավ, գավը ըրավ, աչքերը բացավ եւ գործվավ։ Մարդը կամաց այս գույրը իր հավատքը սկսավ հառաչանալու։ Հագարակության մեջ մեր հավատքը գմեցնա։
անպաստանության մեջ մեր հավատքը գմեծնա, ցավերի մեջ մեր հավատքը գմեծնա, եւ այս գբադայի այս մարդուն գմեծնա հավատքը, գսե մարգարեի, բայց նորեն գշարունակե գմեծնա, իրեն գսկսի պաշտպանել նույնիսկ, գվգայի իր մասին առանց ճանչնալու։ Եվ որ այս բոլորը կողքովի գհավաքվի, Հիսուս կուկա ես եմ գսե անժամանակ այս մարդուն հավատքը իր կակատնագետին գհասնի, գերգրբակե Աստծո որդին, հալելույա։ Այս է ճշմարիտ հավատքը, երգրբակել Աստծո որդին, հեչ կարևոր չէ, բացարձակապես կարևոր չէ, գրոնական մարդիկ ինչ պիտի ասեն, իրեն պիտի դուրս հանեն ժողովարանեն, իր մասին ինչ պիտի ասեն, իր մասին ինչպես պիտի հալածեն, ինչ պիտի խոսին իրեն, աշխապ տարի ինքը մուրացկանություն հրած է, հիմա որ Հիսուսը կդավ, չի գրնար մորնալ Հիսուսի, չի գրնար փոխարինել Հիսուսը այդ մարդկանց, այդքան տարի ինքը մուրացկանություն հրավ, ուր էին այդ կահանաները, ուր էին այդ աստվածապանները իրեն օգնելու կամ իրեն բժշկելու կամ իրեն մի հոգևոր խոսք տալու, ուր էին այդ մարդիկ։ Հիմա որ ինք Հիսուսը կդավ, հեչ կարևոր չէ իրեն համար ոչ մի անց, ովևէ մեկ կարևորություն չունի։ Հալելույա։ Ես կերգրբակեմ, արգելված էր, հրյաները գարկել էին, որ Հիսուսի մասին խոսվի, բայց ինքը գիտե ով է Հիսուսը, Աստծո որդին է, ես կերգրբակեմ Հիսուսին։ Ես Տադաստանի համար եկա այս աշխարհ, գսե Հիսուս, որբեսի չտեսնողները տեսնեն եւ տեսնողները գուրանան։ Հիմա հասկացաք այս պատմությունը ինչու էր։ Չտեսնողները տեսնեն, այս մարդը չեր տեսներ, աչքերը բացվեցավ եւ տեսնելու սկսավ, բայց Հիսուս այս խոսքը գսե իր հոգևոր տեսնալն հետո։ Հոգևոր տեսնելն է կարևոր ամեն ինչ։ Իսկ այդ կահանաները, որ գտեսնեին, այստեղ գրված է, որ տեսնեն եւ տեսնողները գուրանան։ Քանի որ որչափ դու թեմ գտնես Հիսուս Քրիստոսի խոսքին, անչափ աչքերդ պիտի փակվի։ Այդ մարդիկ կան, որոնց շատ կխոսենք, շատ կվգայենք, շատ կսենք, որ ապաշխար է, շատ կսենք, որ Հիսուսի եկուր, շատ կսենք, որ Հիսուսի դարձի, բայց իրենք ոչ կսեն, հետո դարիները հետո իրենց ոչը ավելի իրենց հագարակ պիտի լա, ավելի պիտի փակվի։ Տեսնողները թող գուրանան։ Անոնք որ գսեն թե մենք կտեսնենք, պիտի գուրնակ, անոնք որ գսեն որ մենք չենք տեսներ, դեր դու մեր աչքերը բաց, դու ես լույսը, անժամանակ տեսնելու պիտի սկսին։ Հալելույա։ Փարիսեցիներն ոմանք, որոնք իրեն հետ էին, այս բաները լսելով ասին իրեն, միթե մենք ալ գույրենք։ Հասկացան, որ Հիսուս իրենց մասին կխոսի։ Մենք ալ գույրենք, Հիսուսը ասավ, եթե գույր ըլլայիք, դուք մեղք չէիք ունենար։ Ինչպես այս մարդը գույր էր, բամը չէր գիտեր։ Եվ դերը փրկեց, մեղքը իրենց վրա մեղք չհաշվեց դերը։ Եթե իրական գույրը լայք, եթե դու գսեիք, որ մենք գույր ենք, եթե դու գսեիք, որ մենք չենք գիտեր, մեզ օգնություն պետք է։ Եթե իրական գույրը լայք, դուք մեղք պիտի չունենայիք, բայց հիմա դուք ինչ կսեք։ Դուք կսեք մենք կտեսնենք։ Ասոր համար ծեր մեղքը ծեր վրա գմնա։ Ահա վսիկ մեմ եւս այդ քորոզությունը այդ մարդիկ, որոնք կսեն մենք գիտենք, մենք կտեսնենք, մենք կհասկանանք, մենք գիտենք, դուք այսպես եք, մենք գիտենք, այդ մարդիկը կսե ծեր մեղքը ծեր վզին պիտի մնա։ Փրկվածները անոնք են, որ գսեն դեր ողորմությունները ես չեմ գիտեր։ Դեր ես կխոնարհիմ ես չեմ գիտեր։ Ես կուզեմ լալուր որ դու գուզես որ ես ըլլամ։ Ես կուզեմ քայլել ինչպես դու որ գուզես որ ես քայլեմ։ Ես կուզեմ խոսել ինչպես դու գուզես որ ես խոսիմ, ողորմությունները ինձ օգնե դեր։ Ես չեմ գիտեր։ Այդ մարդիկը տեսնելու կսկսին։ Աչքերնին կբացվի, հոգևորապես խորը կտեսնեն։ Բայց այդ մարդիկը որ իրենց թիրքի մեջ կայնած են, իրենց թիրքին մեջ կգանքնեն եւ գսեն մենք այսպես ենք, մենք չենք գիտեր, մենք կրոնական ենք, մենք այսպես ենք, մենք հավատացյալներ ենք, մենք արդեն դարիներ է իվեր, մեր սովորությունները, մեր ավանդությունները, մեր դերը իրենց աչքերը կփագե սիրելիներ։ Ոչ մեկ կրոնական սովորության չհետևիս։ Լուրջ կսեմ ինչ որ գսեմ, ոչ մեկ կրոնական ավանդության չհետևիս։ Հիսուս Քրիստոս եւ իր խոսքը միայն։
նորության պետք չունենք, նորություններ պետք չունենք, նոր հայտնություններ պետք չունենք։ Հիսուս Քրիստոս, ալֆան եւ օմեգան, մեր հավատքի սկիզբը եւ վերջը, մեր հավատքի դվողը եւ մեր հավատքի հադուցանողը ինքն է։ Պետք չունենք ուրիշի, պետք չունենք նորություններու, պետք չունենք մարդաշեն գրոնական ավանդապաշտություններու, ոչ ալ զիսապանություններու, մենք պետք ունենք Հիսուս Քրիստոսի եւ իր խոսքին, որովհետեւ այդ խոսքը Սուրբ Հոգիով մեզ փոխե, մեր էությունը փոխե, նմանվենք Հիսուսի, իր ավետարանը կարոզենք, հոգիներ բրգվին, հոգիներ բժշկվին եւ այդպես դեր Հիսուս Քրիստոսի վերադարձին պատրաստը լա իր սուրբ եկեղեցին, ոչ թե ասինչ կամ անինչ եկեղեցին, ոչ թե աշինցական կամ անինչական եկեղեցիները, իր եկեղեցին, որ միան իր խոսքին վրա հիմնված է։ Պետրոսին ասավ եւ այս խոսքի վրա ես պիտի շնեմ իմ եկեղեցին։ Այդ խոսքը որն էր։ Դու ես Քրիստոսը, դու եւ որ խոսքը գտանա Քրիստոսի վրա եւ որ շեշտը գտանա Քրիստոսի վրա, այնտեղ է որ դերը գշնե իր եկեղեցին։ Եվ որ Հիսուս պիտի կա շատ անագնգալներ պիտի ըլլան դարբեր եկեղեցիներու մեջ, դարբեր հավատացյալներու մեջ, որոնք կգարձեն թե իրենք հավատացյալներ են։ Անոր համար այսօր օրն է ապաշխարելու, այսօր օրն է դառնալու, ոչ թե հрьяներում մեջ հրաներում բես ասենք մենք գիտենք, մենք այս ենք, մենք այն ենք, այսօր թող լայդ օրը որ դու ասես ես գույր եմ աչքերս բաց դեր, որ հասկանամ քեզ, սորվիմ քեզ քո խոսքը, լսեմ քեզ, գույր չմնամ, որ օրը կարողանամ ասեմ ես գույր էի, բայց հիմա կտեսնեմ, ես մեռած էի եւ հիմա ես կքայլեմ, դեր դուն բաց իմ սիրտը եւ իմ աչքը, եւ դու օգնե, որ ես իմ այս մեղքի վիճակից դուրս գամ, քեզ տեսնելով աչքերս բացվի, քեզ շոշափելով ցերկերս մաքրվի, քեզ քո խոսքդ ուդելով իմ ներսս սրբանա։ Այսպես աղոթ կրեք եւ թող դերը փառավորվի Հիսուսի անունով գաղութեմ դեր, որ այսօր անոնք որ գլսեն ամեն այդ կապվածության գրոնական կապվածություններեն դուրս կան, որովհետեւ աչքերնին բացվի եւ կարողանան իրենք խոստովանին թե իրենք գույր են եւ պետք ունի որ դու իրենց աչքերը բանաս եւ չլա թե ովևէ մեկը դեր իմ Աստված կարողանա ասե ես գիտեմ, այլ ամեն օր քո արչեւ գալով խոնարհությամբ քո խոսքի դարաջ քեզ մելսելով, քեզ սորվելով, քեզի նայելով քո փառքը դաբրինք հիմա եւ միշտ եւ հավիտյան հալելույա ամեն եւ ամեն